2010-ի ամփոփ շարադրանքով եւ կատարած աշխատանքների հաշվետվությամբ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախատոնական լրագիրն է եթերում։ Բարի երեկո։ Ինչպիսին էր 2010 թվականը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, որոնք էին մարզի մայր բուհի բոլոր 6 ֆակուլտետների կարևոր նվաճումներն ու ձեռքբերումները։ Ինչ արդյունքներով է ամփոփում մանկավարժականը 2010-ը եւ ինչ սպասելիքներ ունի նոր 2011-ից։ Ձեզ ենք ներկայացնում ամփոփ տեսաշարով ֆակուլտետի դեկանների եւ ռեկտորի գնահատմամբ։ Բնագիտաշխարհագրական ֆակուլտետում 2010-ը համարում են խոշորագույն ձեռքբերումների տարի։ Այսուհետև երիտասարդ մասնագետներ այս ֆակուլտետում կպատրաստեն եւս 2 ոչ մանկավարժական, այլ համալսարանական մասնագիտությունների՝ տուրիզմի եւ կադաստրային գործի ուղղությամբ, ինչի շնորհիվ կուսումնասիրվի Շիրակի էկոհամակարգը, կադաստրային ոլորտում մասնագետների բացը ընդամենը 4 տարի հետո կլրացվի։ Փաստորեն ստացվում է, որ ֆակուլտետում բացվելով այս 2 նորագույն մասնագիտությունները 2 համալսարանական կրթություն ենք ապահովում, նաև կադաստրային գործը, որ ամբողջ Շիրակի մարզում խիստ պահանջարկ ունի, եւ տուրիզմը հույս ունեմ, որ դա էլ իրեն զարգացումը կունենա, որովհետեւ գիտենք, որ եւ տեխնոպարկի խնդիրն ունենք, եւ Արփի լճի էկոլոգիական պահպանության հիմնախնդիր։ Բնագիտաշխարհագրականում է նաև աշխարհագրական եւ բնապահպանական գրականության ամենամեծ հավաքածուն։ Ակադեմիկոս Լենվել Հակոբի Վալեսյանի անձնական գրադարանից շուրջ 500 գիրք նրա մահից հետո Տիկին Աննա Գրիգորյանը նվիրաբերել է մանկավարժականի աշխարհագրության ամբիոնին։ Շատ հուզիչ է ինձ համար այդ հանգամանքը, որ կազմակերպվեց այդ միջոցառումը ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, որտեղ իրավ ծնունդներ ինքը ծնվել է։ Ուսման որակի բարձրացման եւ հաջողությունների հասնելու առումով էլ տարին բարենպաստ էր։ Հանրապետական միջբուհական առարկայական օլիմպիադաներից մանկավարժականի ապագա քիմիկոսներն ու կենսաբանները վերադարձել են առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներով։ Ինչպես տեսում եք, ունենք կենսաբանությունից առաջին կարգի, երկրորդ կարգի դիպլոմներ, երրորդ կարգի դիպլոմ եւ ունենք քիմիայից երրորդ կարգի դիպլոմ, ինչպես նաեւ պատվոգիր։ Այսինքն այս մեծ ավարը մեր ուսանողները բերել են միջբուհական օլիմպիադային։ Ռեկտորատը անտարբեր չի մնում այս լավ հաղթանակի առումով եւ մենք համապատասխան հուշանվերներ ենք պատրաստել ձեզ հարցնելու համար։ Առաջին կարգ շահելու կապակցությամբ։ Խնդրեմ։ Հաջողություն ձեզ ամենայն բարիք։ Արտաքին կապերը, երիտասարդ գիտնականների գործունեությունն ու հարուստ նյութատեխնիկական բազան բնագիտաշխարհագրականին խոստանում են արգասաբեր գործունեություն, իսկ բոլոր ուսանողների ուսումնական, նույնիսկ անձնական խնդիրները անմիջապես դեկանի ուշադրության ներքո են։ Տիկին Գրիգորյանը մայրական հոգացությամբ է հետևում ֆակուլտետի ու նրա ուսանողների կյանքին։ Բնագիտական գիտությունները հաղթահարելը հեշտ է, եթե միայն ամեն ինչ արվում է սիրով։ 2011-ից այստեղ ակնկալիքները մեծ են, դրա համար բոլոր նախադրյալները կան։ Մնում է միայն հավատալ սեփական ուժերին եւ լրացնել նաեւ 2010-ին չհասցրածը։ Մանկավարժական բուհի մանկավարժության ֆակուլտետը բուհի ամենահին 3 ֆակուլտետներից մեկն է։ 75 եւ ավել տարիներ մանկավարժության բոլոր ճյուղերն իրենց գործառույթներով ու տեսակներով նախ այստեղ են մշակվել եւ ապա նոր հասել բուհի մյուս ֆակուլտետներին։ Մանկավարժության ամբիոնում աշխատանքը մեծ է եղել ինչպես 75 տարի առաջ, այնպես էլ հիմա։ Ժամանակի պահանջները բավարարող կրթություն ապահովելու համար գրեթե ամեն տարի վերանայվում են առարկաները, համապատասխանեցվում նոր պահանջներին։ Վերանայվել են մանկավարժության ամբիոնի առարկաները, նոր ծրագրեր են, նոր առարկաներ են, գրականության մի մեծ ցանկ է ոչ միայն գրվել, այլ նաև ձեռք բերվել։ Իսկ ամենակարևորը դրա մեջ ինձ թվում է, թե մենք փորձել ենք նոր առարկաները, ծրագրերը, ծրագրային բովանդակություն, այսինքն դասախոսության բովանդակությունները ինչ որ թարմացնել, նորացնել, դարձնել դրանք ավելի համահունչ նոր կրթական պահանջներին, կրթական բարեփոխումների խնդիրներին, նոր արժեքային դաշտին, նոր այն բոլոր փոփոխություններին, որոնք իրականացում են, կատարվում են եւ մեր հասարակության մեջ, իսկ եթե հասարակության մեջ, հետեւաբար եւ մանկավարժության մեջ։ Այստեղ միայն ուսումնական նյութերը չէ, որ թարմացվում են, ամբիոնում կարևորվում է երիտասարդ դասախոսների մուտքը, իսկ նոր գրականության մուտքն ամբիոն ապահովում է ռեկտորի անմիջական աջակցությամբ։ Տիկին Մարդոյանը նշում է, տրամադրությունն այստեղ մաժորային է, որակական առումով լավ արդյունքների ապահովումը առաջնային խնդիր։
ուզում ենք ուսանողներ, նոր սերունդի ուսանողներ դաստիարակել, բարձրացնել ուսուցչի արժեքը, ուսուցչի աշխատանքի արժեքը, ուրեմն ներազդել հասարակության կարծիքին, որպեսզի ուսուցչի մասնագիտությանը վերաբերվեն ավելի մեծ հարգանքով։ Գիտեք, Պլատոնի խոսքերն ասում է, եթե տվյալ երկրում, տվյալ պետությունում կոշկակարը վատ կլինի, ոչինչ, ինչ արած, վատ կոշիկներով ման կգան, բայց եթե ուսուցիչը վատ կլինի, ուրեմն մի ամբողջ սերունդ վատ կլինի, իսկ մենք դա չենք կարող թույլ տալ։ Իսկ ֆակուլտետի դեկանը նույնիսկ ընթացիկ առաջադիմության հաշվարկներ է արել, ուսման առաջադիմության արդյունքն այստեղ 80% է։ Ֆակուլտետի 500 ուսանողները ապրում են նաև լիարժեք մշակութային կյանքով, նշում է պարոն Մկոյանը։ Միայն թե մշակութային առարկաների նկատմամբ հետաքրքրությունն է պակասել։ Մեր հիմնական խնդիրը մեկն է՝ կարողանալ պատրաստել այնպիսի կադրեր, որոնք իրենց որակավորման մակարդակով, իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով բավարարեն այն պահանջները, որ այսօր ներկայացնում է հասարակությունը։ Արդեն 2 տարի մանկավարժության ֆակուլտետում գործում է նաև հոգեբանական ծառայության և խորհրդատվության կաբինետը, անվճար հոգեբանական խորհրդատվություն ուսանողների, դասախոսների, նաև բոլոր նրանց համար, ովքեր կուզենան հանգստացնել նյարդերը ծիածանի 7 գույներով կահավորված կաբինետում։ Պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանը տարին ամփոփելիս որպես ամենակարևոր ձեռքբերում նշում է կրեդիտային համակարգով ուսուցման կազմակերպումն ու այդ գործում արդեն հաղթահարած դժվարությունները։ Պարոն Հայրապետյանին ուրախացնում է նաև ամբիոնների գործունեության լայն շրջանակն ու ուսանողների հասարակական ակտիվությունը, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, օլիմպիադաներ, հանդիպումներ և սեմինար քննարկումներ։ Այս ամենը շարունակական է, գալիք տարում ևս անելիքները մեծ։ Մեր ունեցած ուսանողական այս կոնտինգենտն էլ լավագույն ուժեր ունի իր մեջ, որոնք ամեն լավ բանի ունակ են, եւ ես հույս ունեմ, որ մեր ուսանողները նոր տարում նոր լավ գործերի հեղինակներ կլինեն։ Եթե մանկավարժականի մյուս ֆակուլտետներում օլիմպիադաները առարկայական հանրապետական են, ապա ֆիզիկա-մաթեմատիկականում միջազգային տարածաշրջանային։ ԱՊՀ երկրների միջև Թիֆլիսում անցկացված ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մասնակից 120 եւ ավելի թիմերի մեջ միակ մանկավարժական թիմը Գյումրիից էր։ Վարկանիշային բարձր ցուցանիշների շնորհիվ հաջորդ տարիներին ինֆորմատիկայի օլիմպիականները միջազգային ասպարեզում իրենց ուժերը կփորձեն արդեն առանց նախընտրական փուլերի։ Այստեղ ներկայացված է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի օլիմպիադայի մեր ուսանողների հաջողությունները, ստացել են դիպլոմներ, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներ, բավական հաջող ենք հանդես եկել։ Մոսկվայի կողմից առաջարկ ենք ստացել ռեգիոնում, այս մեր տարածաշրջանում ինֆորմատիկայի օլիմպիադան կազմակերպենք մենք, որտեղ ունենք այդպիսի ծրագիր, որը հաջողությամբ կարողանում է ավտոմատ կերպով ստուգել, թեստավորում անցկացնել օլիմպիական նման մրցումներ։ Երևանում եւ Վանաձորում անցկացված միջբուհական հանրապետական օլիմպիադաներում առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմները նույնպես մանկավարժականին են բաժին ընկել, բայց միայն ուսանողները չէ, որ հանրապետական միջազգային ասպարեզում են։ Ես հաջողությունների շրջանակում կարող եմ դասել նաեւ մեր դասախոսների ակտիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովներում, որտեղ հանդես են գալիս, պարբերաբար են հանդես գալիս իրենց ելույթներով, հոդվածները տպագրում են ճանաչում ունեցող ամսագրերում։ Վերջին հաշվով ձեռք բերում է նաև մեր ֆակուլտետի արդեն արտաքին տեսքը։ Ֆակուլտետում ակտիվ ընթացքի մեջ են նաև դիմորդների համար անվճար պարապմունքները տեսականից գործնական անցումով։ Հերթականը ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ էր, մանկավարժականում էին թիվ 1 կրթահամալիրի սաները։ Նախաձեռնությունը ամբիոնին է, բացարձակապես ամբիոնի կողմից անցած ուսումնական տարում, ինչպես անցած ուսումնական տարում, այնպես էլ այս ուսումնական տարում ուրեմն նախապատրաստում ենք լաբորատոր աշխատանքներ, դպրոցի ֆիզիկայի դասընթացի ուսումնական ծրագրերին համապատասխան։ Մենք այս փորձերի միջոցով կարողացանք մեր գիտելիքները ստուգել եւ ավելի ճիշտ մենք պատկերացրեցինք, թե ինչ է ֆիզիկան իրենից ներկայացնում, ինչպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ։ 2010-ի կարևոր ձեռքբերումներից է նաև Փյունիկ բարեգործական հիմնադրամի նվիրատվությամբ կահավորված համակարգչային լսարանը։ 20 համակարգիչներն այսուհետ կօգնեն ուսանողներին պահել իրենց ձեռքը տեխնոլոգիական առաջընթացի վիրտուալ զարկերակի վրա։ Կառուցման գործընթացի մեջ է նաև հաջորդ լսարանը։ Ինստիտուտի կոլեկտիվի կողմից շնորհակալություն եւ թույլ տվեք ընթերցել ինստիտուտի գիտխորհրդի որոշումը Գյումրու Մկրտիչ անվան պետական մանկավարժական ինստիտուտի գիտական խորհրդի նոյեմբերի 29-ի որոշման
գիտության, կրթության եւ մշակույթի զարգացման գործում ունեցած ազգանվեր գործունեության համար, շնորհել ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում եւ պարգևատրել ինստիտուտի ոսկե մեդալով Լևոն Ազատի Սարգսյանին։